Փարք Նժդեհին նախապես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երեկվա, այսինքն Բևերի եւ Սասնացրերի հերոստա Ալիքով YouTube-յան կազմակերպված հաղորդաշարի շրջանակներում Սասնացրերին աջակցության գումար հատկացնելու համար անհրաժեշտ գումարի զգալի մասը հավաքվել է եւ հավաքագրումը շարունակվում է եւ շնորհակալ ենք հոգացավ եւ հոգատար մարդկանց, ովքեր բարձր են գնահատում Սասնացրերի գոյությունը, իրենց գործունեությունը հայաստանյան իրականության եւ հայկական պետականության ամրապնդման գործում։ Շնորհակալություն։ Ես Սասնացրերի մինչև Սասնացրեր խմբավորման, հետո համահայկական շարժման ձևավորվելը տղաները դեռևս Սասնացրերի զգալի մասը խմբավորման եւ այսօրվա Սասնացրեր համայնքան շարժումը արդեն 1000-ից ավելի անդամ ունի, հասկանալի է, այսօր ավելի ընդարձակ է, քան նախկինում էր։ Եվ եթե հիշում եք Սերժ Սարգսյանի օրոք այսպիսի լոզունգով 100-ամյակն առանց ռեժիմի նկատի ունենալով ցեղասպանության 100-ամյակը 2015 թվականին արշավ կազմակերպեցին ավտոարշավ դեպի Արցախ եւ եթե հիշում եք Բերձորի միջանցքում ոստիկանները, չգիտեմ, հատուկ ծառայությունները, միգուցե նաև որոշ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորի անդամները, որտեղ այնտեղ բացի ոստիկաններից կային նաև դիմակավորված անձինք զինված, ովքեր ծեծուջարդ կազմակերպեցին ավտոշարասյան մեքենաները վնասելով մարդկանց, այնտեղ երեխաներ, կանայք, այսինքն խաղաղ երթեր գնում էին, որ Արցախը հայության հասկացնեն, որ ձեր սիրեցյալ Ռուսաստանը ձեր մեջքի հետևում ինչ-որ բդավեր են նյութում, գնացել էին ուշքի բերելու, այսինքն ավելի շուտ հասկացել էին ինչ պետք է լինի եւ գնացել էին որ փոխանցեն հասկացնեն Արցախահայությանը, որ մի տրվեք ռուսին, որովհետեւ ինքը ձեզ վաճառում, որքան դուք կույրը դենց գնաք ընդառաջ ռուսին, անքան ավելի հեշտ կարող է ձեզ օգտագործել եւ Բերձորում տեղի ունեցավ Բերձորի ջարդը եւ այդ ջարդի կազմակերպիչներից մեկը Վիտալի Բալասանյանը խոստովանեց, որ ինքը այդ կազմակերպիչներից մեկն է եղել։ Եվ ես այնչու եմ հիմա խոսում, որովհետեւ այդ դիմակավորված անձանցից զգալի մասը, որովհետեւ հիմնականում Արցախից էին եւ 44 օրյա պատերազմի ժամանակ ինչու՞ չէ շատ հնարավոր է դրանցից որոշները քառօրյա, որովհետեւ տղաների այդ ջարդից հետո հաջորդ տարի քառօրյա ապրիլյան քառօրյան տեղի ունեցավ, այսինքն Ռուսաստանը արդեն առաջի գործողությունը դավաճանական հենց քառօրյայով սկսեց, որը նորից դաս չեղավ Արցախահայության եւ առհասարակ հայ ժողովրդին։ Տղաները երբ որ այնտեղ ծեծու ջարդի էին ընթարգվում այդ դիմակավորված անձանց կամ այդ ոստիկանների ձեռքերով, այդ ոստիկաններին թվում էր թե իրենք լավ բան են անում։ Հասկանում եք, բայց եկավ 44 օրյա պատերազմ, այդ ոստիկանների կամ այդ դիմակավորված անձանց զգալի մասը զոհվեց։ Եթե այդ մարդկանց ընտանիքի անդամները տեղյակ էին, որ այդ դիմակավորված անձիկ իրենք են ու այսօր իրենք ողջ են, հիմա իրենք անիծում են իրենց ընտանիքի հայրը կլինի, չգիտեմ, եղբայր, չգիտեմ, տանտղեն, հա, փեսա, աներ, չգիտեմ, ով որ կլինի, ով գնացել էր 100-ամյակն առանց ռեժիմի շարժման տղաներին, ովքեր են Վարժան Ավետիսյան, Ժիրայր Սեֆիլյան, եւ չթվարկեմ, այսօր նրանցից զգալի մասը հիմա այդ մասնակիցների նաեւ բանտում են այս պահին, ծեծու ջարդով այդ մարդկանց չթողեցին Արցախ մտնեն եւ հետ ուղարկեցին։ Մնացին ռուսի բլեֆի տակ։ Եվ իրենք զոհվեցին այդ պատերազմը զգալի մասը։ Հիմա ասում եմ դրանց ընտանիքի անդամները երևի քննադատում են, ասում են, բա դրել եք մարդկանց ջարդում եք, եկել էին բան հասկացնեն։ Տեսակ որ դուք ձեր ձեռքով ձեր տունը քանդեցիք։ Այս խոսքս ես ինչի եմ ուզում ասել, որ այսօրվա ոստիկանն էլ հիշի, որ 15 թվին Բերձորում, երբ որ դու, ասենք, նախախորհրդարանի կամ Սարդարապատ կամ հիմնադիր խորհրդարանի, որոնք հետո դարձան Սասնացրեր եւ այսօր Բևեր, այդ շարժման տղաներին ձեզ լուսավորելու համար, ձեզ ճիշտ ուղղությամբ գնալու, զինվելու,
թշնամուն չէ ենթարկվելու հորդորներով եկել էին զգուշացնում են, որ ձեր հետ ասես բան տեղի կունենա, աբխազացում տեղի կունենա։ Եվ 16 թվին եւ 20 թվին խնդրեմ ռուսը 2 անգամ մեզ հարվածեց, բայց մենք նորից ես համոզված եմ, որ դեռ Արցախահայության շրջանում կան մարդիկ, ովքեր լքել են իրենց տունը արդեն, բայց էլի նորից, չգիտեմ, հոգով սովով միգուցե ռուսների, թեկուզ եթե 1% էլ դա լինի, դա ամոթ է, որ ռուսների հետ ասած հույսեր են կապում կամ էլի ընդունում են Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին։ Ես սա ինչի հերվից եկա այստեղ, որ այսօրվա ոստիկանը հասկանա, որ 15 թվին այն ոստիկանը, ով խոչընդոտել էր այսօրվա Սասնա Ծռերի կամ Բևերի գործունեությունը, ինքը կյանքով հատուցեց թշնամուն։ Ոչ թե հայրենիքին։ Ինքը գնաց թշնամու զոհ դարձավ։ Ում համար, ում իրավունքների համար, այսինքն Ռուսաստանի իրավունքների համար գնաց զոհվեց, որ Ռուսաստանը Արցախում ունենա իրավունքներ, տիրոջ իրավունք, որպեսզի կարողանա Արցախը վաճառել, երբ որ իրեն պետք լինի։ Եվ մեր օրյա ոստիկանը կամ հատուկ ծառայության աշխատողը կամ որ վաղը պետք է բացվեն ոստիկանական գվարդիան, ովքեր նորից շռնդալից ծառայություն պետք է մատուցեն ռեժիմին, որը դեռ կրեմլյան է։ Ես ձեզ ասեմ, Նիկոլն էլ է նախկին, բոլորս գիտենք, բայց նախկինների մեջ ամենադաժանը, ամենաստորագույնը դա Նիկոլն է։ Հասկանում եք։ Սրանք էվոլյուցիա են ապրել, ասենք, եկել են եւ հասել է էվոլյուցիայի բացասական իմաստով։ Էվոլյուցիայի ապրել եկել հասել է Նիկոլ։ Ես չգիտեմ սրանից դաժանը կլինի թե չէ։ Դաժան ոչ թե ինքը զարել, այլ իր ծաղրածու լինելով, իր ոչ մարդ լինելով, հետևանքների մասին չմտածելով, չէ։ Եվ գրառումներ կային, օրինակ իմ նախորդ եթերներում, որ լավ այդքանից հետո Եվրոպան համ քննադատում է Նիկոլին, չէ, որ Երևանում էին, ինչ ասեցին այդ բռնությունների բան, բայց մի կողմից էլ ասում տեսնում եք Մակրոնը ջերմ գրկում, համբուրում է, ճաշկերույթ է կազմակերպում։ Այո, Մակրոնը դա Նիկոլին գրգելով մեր թշնամիներին, թուրքերին եւ ազերիներին հասկացնում է, որ մենք Հայաստանի հետ ենք։ Այսօր այնտեղ Հայաստանից Նիկոլն էր գնացել, ես չէի գնացել։ Հասկանում եք, այսօր Նիկոլն էր գնացել, նա ոչ թե Նիկոլին է գրգել, նա գրգել է հայ ժողովրդին։ Եթե Եվրոպան Նիկոլին քննադատում է իր դաժանությունների համար, հա, որ կարմիր գծեր է հատում, հասկանում եք, Եվրոպացին խոսում է Արցախ վերադարձողների մասին, պատմամշակութային հուշարձանների մասին, Նիկոլը անդեսում է, շրջանցում է։ Այդ Եվրոպացին հասկանում է, չէ, որ Նիկոլը, այսինքն դա խոսում է ոչ թե Նիկոլ, այլ Ալիևը։ Ալիևը խոսում է Նիկոլի շուրթերով։ Եվ հա, իմիջիայլուց ասեմ, Ալեն Սիմոնյանը երբ որ ասեցին, որ Արցախահայության վերադարձման, ասեց, նրանց վտանգ է սպառնում, եթե գնան, այնտեղ ցեղասպանություն նորից կարող է տեղի ունենա, չգիտեմ, Գազայի դեպքերը լինեն։ Հա, ես գլխի չեմ, դրանք խաղաղությունը հիմի բերել են, թե չէ։ Այդ որ ասում են վերջ խաղաղություն է եկել։ Խաղաղությունը միակողմանի չի լինում, եթե խաղաղություն է լինում, A եւ B կետերի միջև է լինում։ Հիմա եթե պետք է մենք գնանք մեր Արցախը մեզ կոդորեն, բայց թուրքը գա այստեղ մենք չկոդորենք, դա խաղաղություն չի, դա ստորացում է։ Այդ ասեմ, որ այդ Ալենչիկներ երկրպագողներին կամ Նիկոլչիկներ երկրպագողներին հասկանաք։ Մարդիկ բաց ասում են, եթե մենք գնանք Արցախ, մեզ կկոդորեն։ Բայց ասում են, այդ 300,000 թուրքերը պետք է գան այստեղ եւ հայ ոստիկանը պարտավոր է լինել նրանց անվտանգությամբ զբաղվել, որ հանգարց ոչ մեկ ոչ մի բանից չբողոքեն։ Բայց մերոնց համար ադրբեջանցի ոստիկանը պատասխանատու չէ։ Հիմա դա խաղաղություն է թե ստորացում։ Սա ուղղակի իմիջայլոց ասեցի։ Եվ ես ուզում եմ կոչ անեմ մեր այսօրվա ոստիկաններին նորից եւ առհասարակ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին, ովքեր ապօրինի բռնություններ են գործում այսօրվա կալանավորված Սասնա Ծռերի հանդեպ, զրկում են նրանց, այսինքն խտրական մոտեցում են ցույց տալի, չէ՞։ Կալանավորներ կան, հեռախոս ունեն, տան հետ կապ ունեն, բայց Սասնա Ծռերը չունեն։ Հասկանում եք, շատ ու շատ ռեժիմ, դուք չեք պատկերացնում
անգամ այն ծանր հանցագործություն կատարած, որ ասենք գնդակահարությանն է ենթարկված կամ Հայաստան գնդակահարություն չկա, ցմա դատապարտված է, այդ վիճակում չի պահվում։ Ինչ որ արվում է Սասնա ծռերի հանդեպ։ Հիմա հասկացեք, Սասնա ծռերը ապստամբվել են Կրեմլյան ռեժիմի դեմ։ Ժողովրդին հասկացնում են, որ Կրեմլը նախապատրաստվում է մեզ վաճառել։ Այդ հլային գլխեն ասում էին, որ տեղի ունեցավ։ Նիկոլը Կրեմլի դեմ պայքարած, ապստամբած տղերքին կալանավորել է։ Հիմի հասկացեք, Նիկոլը արևմտամետ է, թե ռուսամետ։ Սա ուզում եմ, որ լինում են մարդիկ, ասենք խոսում են, լսում են, վերջում գրում են այ դաշնակ, ասենք ես ընդհանրապես դաշնակցական չեմ եղել, հակում էլ չունեմ, հասկանում եք։ Կամ գրում է Կրեմլա հպատակ, ասենք ես քննադատում եմ Կրեմլին, Պուտինին ինչ ասես ասում եմ, մարդը լսում է, ծաղել է, չէ, իսկապես այդպես միայն կարող խեղված լինի։ Ու դրանք հիմնականում Նիկոլի աջակիցներն են։ Ուտեղ գրում է հերթական բանը Կրեմլաստրուկը կամ չգիտեմ եսիմ ինչը, եսիմ ոնցը։ Իրենք որ բան են լսում, ուրիշ բան են հասկանում, որովհետև իրենց ուղեղի մոտ այդ բանը կենտրոնացումը ուրիշ բանի վրա է, Նիկոլի վրա է։ Ոչ թե Նիկոլի գործողությունների, Նիկոլի վրա է։ Ասում ես Նիկոլ, վերջ։ Կապ չունի Նիկոլն ինչ է անում։ Նիկոլ իրենք կենտրոնանում են Նիկոլի վրա ու մնում են։ Դա արդեն իրենց չեզոքացրել են, որպես ինքնուրույն մարդ լինելու, արդեն իրենց կարող են կառավարել։ Դրան ասեն Նիկոլն ասել է գնա երեխայիդ մորթի, գնալու է մորթի։ Ես չեմ էլ զարմանա։ Այդ չնայած դրանք շատ քիչ են մնացել, էլ այդ զանգվածը կա։ Նորից եմ ասում, որ Սասնա ծռերը դեռ 10 տարի առաջ եւ ավելի շուտ հայ ժողովրդին հիշեցնում էին, զգուշացնում էին, առաջարկում էին սեփական իրավունքին տեր կանգնել, ոչ թե թողել ամեն ինչը ռուսին, որ ռուսը որոշի եւ ռուսը որոշեց այսպես, որովհետեւ եթե ռուսի տեղը նեղ է, ինչ որ բան պետք է զոհաբերի։ Իսկ ռուսի տեղը նեղ է ու գնալով նեղվում է։ Իսկ որ Մակրոնները Նիկոլին գրգում են, այդ Հայաստանին են գրգում, ուրիշ ճար չունեն։ Եթե քննադատում են, որ ինքը ժողովրդավար չէ, բայց գրգում են, այդ Ալիևներին, Էրդողաններին ցույց են տալի, որ մենք Հայաստանի հետ ենք։ Ու այս բլեֆը, այն բլեֆը, որ Կրեմլը սարքելով, խափելով, մարդկանց, ինքնատես մի մասին էլ Ալիևի բանդերում է պահում, նրանք էլ հո մեռած չեն, բայց Կրեմլի բլեֆի զոհ են, չէ՞ դարել։ Հասկանում եք։ Բերձորի ջարդերի տղերքից գալի մասը մահացել է, բայց մարդ կա, որ Պուտինի գործողություններին մասնակից դառնալով, տեր կանգնելով, հրամանները կատարելով հայտնվել է Բաքվի բանտում։ Ուղիղ Պուտինի հանձնարարությունները կատարելով։ Ես ուզում եմ հիշեցնել այսօրվա ոստիկանին, հատուկ ծառայության աշխատակցին կամ նրանց ղեկավարներին։ Դուք Ակոյից, Բաքոյից լավը չեք։ Հիշեք։ Հարմար պահին ձեզ էլ են վաճառելու։ Կարող է Նիկոլը ճարպիկ գտնվի, ինչ-որ մի ձև փախնի, բայց ասենք լավ Ալենն էլ հետը փախավ, բայց այդ հազարավոր բանդա է ձևավորվել, ԿՓ-ն դա մի մեծ բանդա է, դուք ծառայում եք այդ բանդային, այսինքն բանդայի շրջանակները մեծացել է, մենք այդքան ինքնաթիռ չունենք, որ անգամ եթե չխոչընդոտեն ձեր փախուստը, որպես հանցագործների, այդքան ինքնաթիռ չկա, որ կանգնենք նայենք էլ, թե դուք ոնց եք նստում ինքնաթիռը փախնեք, էլի չեք տեղավորվելու, չեք հասցնելու, ուշքի եկեք, հասկանում եք, ուշքի եկեք, ուղղակի որ աշխարհը խառն է այս պահին, այս իրավիճակի հետ սենց հարմարված սպասողական վիճակ է, մինչև Չարիկի կայսրությունը վերջանա, որպես կայսրություն, վերջնական թաթը քաշի Հայաստանի վրայից, այն ժամանակ Նիկոլ ինչքան էլ ասի Արցախն Ադրբեջան է, Արարատը Թուրքիա է, ցեղասպանություն էլ չի եղել, օրինակ Ֆրանսիան հո ապուշ չի, որ հետո շուրգա Թուրքիայից ներողություն խնդրի, որ հայոց ցեղասպանություն է ճանաչել։ Հասկանում եք, Նիկոլը այդպես դեմ է դուրս գալի քաղաքակիրթ աշխարհին, ու ոչ միայն Ֆրանսիային։ 5 տասնյակ երկրների, որոնց մեջ գերտերություններ կան։
Ադես Նիկոլին հանգիստ կթողենք, ասեն դու լավ, ցեղասպանություն չի եղել, մենք կշուրգանք Թուրքիայից ներողություն խնդրենք, որ Թուրքիայի բութն էլ բռնի, Ֆրանսիայից մի բան փոկի, Ամերիկայից մի ուրիշ բան փոկի, ասի դե ներողության դիմաց հատուցի սա, հատուցի նա, հատուցի մյուսը։ Հա, դուք մտածում եք այդ գերտերությունները դից ապուշ են։ Ապուշ են, ուղղակի մտել են այս բլեֆի մեջ։ Ինչեվ այդ բլեֆանողը ասիկը բացահայտ է Ռուսաստանը։ Մինչև նա արդեն էլ խաղից դուրս գա, արդեն ոչ Նիկոլի բլեֆը կաշխատի, ոչ Էրդողանի, ոչ Ալիևի։ Իսկ դրա համար Բևերը իր լոբիստական կազմակերպությամբ բոլորին տեղյակ է պահում, իրականում թե ինչ է տեղ ունենում։ Որովհետև մենք արդեն Լոնդոնում էլ ունենք լոբիստական կազմակերպություն, Ամերիկայում էլ դե վաղուց ունեինք։ Մարդիկ աշխատում են աշխարհի օրենսդիրների հետ։ Տեղեկացնում են, բլեֆը բացահայտում են։ Ասենք Պուտինի, Ալիևի, Էրդողանի խաղաքարտերը բացում են մարդկանց առաջ։ Չեն ազնանքել դες միամիտ չեն, բայց ասելս են մենք նախապատրաստվում ենք։ Այսինքն նաև նախապատրաստում ենք արևմուտքին, որ իրենք էլ հանգարց բլեֆի զոհ չդառնան։ Պուտինը քանի անգամ այս բանին, ինչ էր Ապուշյանն է, Թրամփին մի քանի անգամ պատդեց մոլորեցրեց, խապեց, զանգեց, պայմանավորեց, խախտեց, զանգեց, պայմանավորեց, խախտեց, հանդիպեց, պայմանավորեց, խախտեց, ժամանակ էր, չէ՞ շահում, որ իր բլեֆը մինչև վերջ տանի։ Բայց էլ չի կարողանա։ Արդեն այս ապուշն էլ է անանում փորձարկումներ ուզում անի ատոմային ռումբի։ Այսինքն իր մի խելքի են։ Հիմա հասկացանք, թե Ամերիկան ինչի էր կանգնել հենց այս Թրամփի վրա, որովհետև այս աշխարհի հետ Թրամփի լեզվով է ուզում խոսի, մինչև հարցերը կարգավորվի։ Երևի։ Խոյամ եղեք, մնաք խաղաղությամբ, աջակցեք սասնածռերին, ազգայինը իրենք են, ասել է թե մենք, ստերություն։